Դարձրու քո օրը ավելի հետաքրքիր։ Մեդիամարկ, լավագույն ժամանցային հարթակը Հայաստանում։ Ալիքի գործընկեր։ Տասը խորամանկություն առավոտյան կատարյալ սանրվածքով արթնանալու համար։ Եթե կարծում եք, որ առավոտյան կատարյալ սանրվածքով արթնանալ հնարավոր է միայն ֆիլմերում, սխալվում եք։ Կան խորամանկ քայլեր, որոնք ձեզ կօգնեն առավոտյան հիանալի սանրվածք ունենալ, սակայն մինչև այդ հիշեք մի քանի պարզ կանոններ։ Երբեք մի պառկեք քնելու խոնավ մազերով, քանի որ դրանք այդպես ավելի արագ են վնասվում։ Եթե մազերը չորացնում եք վարսահարդարիչով, միշտ օգտագործեք սառը օդի ռեժիմը։ Դա կօգնի խուսափել մազերի խճճվելուց։ Երբեք վարսահարդարիչով մազերը մինչև վերջ մի չորացրեք։ Պարզապես մի փոքր խոնավ թողեք, որ հենց այդպես չորանան։ Քնելուց առաջ միշտ սանրեք մազերը։ Քնելուց առաջ հյուսեք մազերը։ Այդպես դրանք չեն խճճվի եւ ավելի ենթարկվող կլինեն։ Շատ կարեւոր է մազերը չոր կամ կիսախոնավ հյուսել, սակայն չի կարելի դա շատ ամուր անել։ Օգտագործեք կոկոսի յուղ։ Կոկոսի յուղը սովորաբար քսում են մազերի ծայրերին։ Այն օգնում է փայլուն մազեր ունենալ եւ չէլեկտրոնանալ։ Շատ կարեւոր է հիշել, որ կոկոսի յուղը պետք է քսել շատ քիչ քանակությամբ եւ միայն մազերին, այլ ոչ գլխամաշկին։ Մտածեք մետաքսիա անկողնային սպիտակեղեն գնելու մասին։ Մետաքսիա եւ ատլասե սավանների վրա քունը նվազեցնում է շփումը, ինչից մազերը կոտրատվում են, վնասվում։ Ատլասի եւ մետաքսի կախարդանքին ենթարկվում են անգամ գանգուր մազերը։ Մի քանի կաթիլ ալոեի գել քսեք քնելուց առաջ։ Մի քանի կաթիլ ալոեի գել կաթացրեք հանքային ջրի մեջ եւ լցրեք սփրեյի տարայի մեջ եւ ամեն օր քնելուց առաջ ցողեք մազերին։ Այն թույլ չի տա մազերին էլեկտրականանալ եւ հիանալի միջոց է մազերի ծայրերը խոնավացնելու համար։ Օգտագործեք մարմնի համար լոսյոն։ Մարմնի համար նախատեսված լոսյոնի կաթիլն իրականում կարող է սնուցել ձեր մազերը, քանի դեռ քնած եք։ Մի փոքր լոսյոն կաթեցրեք ձեռքի ափերի մեջ եւ պարզապես քսեք ձեռքերի մազերին, ապա սանրեք մազերը։ Հավաքեք մազերը։ Եթե երկար մազեր ունեք, կարող եք հյուսելու փոխարեն հավաքել դրանք։ Նախ բարձր պոչ կապեք, ապա հավաքեք առանցքի շուրջ։ Առավոտյան կարթնանաք փայլուն եւ ենթարկվող վարսերով։ Օգտագործեք մանկական կոսմետիկա։ Երեխայի խնամքի համար նախատեսված միջոցները, այնպիսիք ինչպիսիք են յուղերը, շամպուններն ու սփրեյները, բնական են եւ այդ պատճառով էլ ավելի անվտանգ ու փափուկ, քան մեծերի համար նախատեսվածները։ Փորձեք մազերը լվանալ մանկական շամպունով եւ մի փոքր մանկական յուղ քսել մազերի ծայրերին քնելուց առաջ։ Մանկական մաշկի խնամքի փոշին կօգնի ալիքներ ստանալ։ Եթե առավոտյան ուզում եք արթնանալ ալիքվող մազերով, մի փոքր մանկական մաշկի խնամքի փոշուց կարող եք ցանել մազարմատներին, դրանք ճարպազերծելու համար։ Ապա սանրեք մազերը եւ հյուսեք։ Առավոտյան կունենաք հոլիվուդյան ալիքներ։ Մազերի համար օգտագործեք միայն պլաստիկե աքսեսուարներ։ Եթե մազերը քնելուց առաջ ինչ-որ կերպ պետք է ամրացնել, հավաքել կամ կապել, օգտագործեք միայն պլաստիկե վարսակալներ։ Մոռացեք մետաղյա աքսեսուարների մասին, քանի որ քնած ժամանակ դրանք հեշտորեն կարող են վնասել ձեր վարսերը։ Նյութի տեքստը կարող եք գտնել հոլովակի բնութագրի մեջ հղմանը սեղմելով։ Առողջ եղեք։